Աշունը կարևոր է այն առումով, որ հենց այս շրջանում մեր օրգանիզմը պատրաստում է դիմակայել ձմռան ցրտին ու փորձություններին, բայց այս նախապատրաստական փուլում մենք հաճախ հիշում ենք սննդային պաշարով զինվելու մասին եւ ուշադրությունից դուրս ենք թողնում իմունիտետը եւ առողջական վիճակը։ Ճիշտ ապրելակերպի մասին հոգ տանելը ոչ միայն ձմռանը նախապատրաստվելիս, այլև հաճախ ամբողջ տարվա ընթացքում մնում է ուշադրությունից դուրս արդարացումն էլ հիմնականում զբաղվածությունն ու կենցաղային հոգսերն են։ Արտասահմանում մարդիկ արդեն վաղուց սովորել են, որ որքան էլ կենցաղային հոգսերը շատ լինեն, իսկ օրական աշխատանքային գրաֆիկը բավական զբաղված, միևնույնը պետք է ժամանակ գտնել ֆիզիկական ակտիվության եւ բալանսավորված սննդակարգի համար։ Հայաստանում դա այդպես չէ եւ հիմնական պատճառն այն է, որ ցանկություն չկա։ Մնացած բացատրությունները միայն սեփական ծլությունը արդարացնելու համար են։ Մենք այսօր չենք խոսի սպորտով զբաղվելու եւ ճիշտ սնվելու կարեւորության մասին, այլ փոխարենը կփորձենք գործնական խորհուրդներ տալ այն մարդկանց, ովքեր արդեն եկել են այդ որոշմանը եւ փոխել են իրենց կենսակերպը։ Այնպես որ եթե դուք այդ մարդկանց շարքում եք կամ էլ ուզում եք իմանալ ինչպես ինքներդ ձեզ համոզեք ավելի ակտիվ եւ գեղեցիկ դառնալ, այս թողարկումը ձեզ համար է։ Մասնագիտությունը լրագրողը առաջարկում է միասին գտնել կարևոր հարցի պատասխանը, որ տարբերակն ընտրել առողջ ապրելակերպի համար՝ մարզասրահ, յոգա, պիլատես, թե առավոտյան վազք։ Ինչ է նշանակում առողջ սննդակարգ, արդյոք օգտակար են բուսակերությունն ու հումակերությունը, որոնց դրական էֆեկտի մասին կարդում ենք համացանցում, բայց որոնց հաճախ դեմ են բժիշկները։ Դիակը լավ համ չի կարող ունենալ։ Եթե որոշել եք առավոտյան վազքի դուրս գալ, ապա մեր նկարահանող խումբը ձեր փոխարեն խորհրդակցել է բժիշկների ու փորձառու վազորդների հետ հասկանալու համար, որքան ջուր է պետք խմել այդ ընթացքում ու արտանալուց քանի ժամ հետո կարելի է վազել։ Շատ քիչ մարդ կգտնվի, որ կարողանա վազել այդքան անընդմեջ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մի քանի գաղտնիք, որոնք կօգնեն բոլոր նրանց, ովքեր որոշել են Հայաստանում հեծանիվ վարել, ինչ չափանիշների ուշադրություն դարձնել երկականի տրանսպորտ գնելիս։ Վայր Խանամիրյանը ինձ դրդեց այդ քայլին, որ ես անպայման հեծանիվ վարեմ։ Թողարկում, որ կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր վաղուց որոշել են անցնել առողջ ապրելակերպի, բայց դեռ հստակ չգիտեն ինչից սկսել։ Առողջ մարմնի բանաձևը։ Առողջ ապրելակերպ վարելու մեթոդները հայտնի են արդեն տասնամյակներ, բայց վերջին շրջանում գիտնականները ապացուցել են, որ դրանցից մի քանիսը պարզապես միֆ են։ Կյանքի ցանկացած երևույթ ուսումնասիրող բրիտանացի գիտնականները պարզել են, որ առավոտյան 6-ից 8 ընկած ժամանակահատվածում է մարդու օրգանիզմում արտադրվում ստրեսային հորմոնների մաքսիմալ քանակությունը։ Հենց այդ պատճառով էլ առավոտյան վաղ արթնանալով մարդը չի կարողանում ղեկավարել դրանց քանակությունը եւ ստրեսը մնում է նրա հետ ամբողջ օրվա ընթացքում։ Ամերիկացի գիտնականները հակափաստարկներ են բերել այն բոլոր մարդկանց, ովքեր համոզված են, որ ֆիզիկական ակտիվությունն է առողջ ապրելակերպի գրավականը։ Նրանք փաստում են, որ չափից դուրս ֆիզիկական լարվածությունը նույնքան ռիսկային կարող է լինել, որքան պասիվ կենսակերպը։ Հայաստանում գիտնականները առողջ ապրելակերպին վերաբերող բացահայտումներով դեռևս աչքի շատ չեն ընկնում, այլ հարց է, թե ինչ ցուցանիշ ունի Հայաստանը բնակչության ակտիվության տեսանկյունից։ Հենց հիմա մեր եթերում է առողջ հոգու համար առողջ մարմին կառուցելու արդեն հայտնի ճանապարհը։ Եվրոպայում եւ Ամերիկայում մարզասրահները համեմատաբար էժան են։ Զարգացած երկրներում աշխատանքային օրը մարզասրահում սկսելը կամ էլ ավարտելը օրվա սովորական մի մասն է կազմում։ Մեզանում մարզասրահի քարտ ունենալը հաճախ նաեւ նորաձև լինելու ցուցանիշ է։ Մարզասրահների մարքետոլոգներն էլ օգտվում են արդից եւ բարձր գներ սահմանում։ Ինչպես ճիշտ ընտրել մարզասրահ եւ արդյոք բարձր վճարելով նաեւ ստանում ես համապատասխան ծառայություն։ Այս հարցերի պատասխանը մեզ ամենալավը կարող են տալ հենց մարզասրահի մասնագետները։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչով առաջնորդվենք, հա, ու ինչ անենք, որպեսզի կարողանանք ճիշտ մի քիչ ավելի քիչ գումարով գտնել մի քիչ ավելի լավ մարզասրահ։ Տարբերությունը այս դեպքում մարզագույքի որակի հետ է կապված, ինչպես նաև տվյալ մարզասրահում մարզիչների որակավորման եւ հիմքի վրա է դրված։ Այսինքն այլ տարբերություններ չկան։ Հնարավոր է արդյոք քիչ գնով ստանալ նաև նորից ստանալ լավ արդյունք։ Հա, ինչ չէ։ Ամենակարևոր խնդիրներից մեկը Հայաստանում մարզիչ գտնելն է։ Եթե հաճախում ես համեմատաբար ավելի թանկարժեք մարզասրահ, ապա դեռևս ունես շանսեր լավ եւ պրոֆեսիոնալ մարզիչ գտնել։
մարզիչ ընտրելը եւ գտնելը այսօր Հայաստանում մեծ փորձություն է դարձել։ Դուք ինքներդ բախվում եք այդ խնդրի հետ ձեր մասնագիտական ոլորտում, որ շատ հաճախ մարզիչ չեն աշխատում այն մարդիկ, ովքեր որ չունեն համապատասխան որակավորում։ Իրականում, երբ որ ինչ-որ մեկը փորձում է ընտրել իրեն մարզիչ, պետք է առաջնորդի ոչ միայն նրա արտաքին տեսքով, ճիշտ է, շատ լավ է, որ մարզիչը ինքը ֆիտ տեսք ունի, մարզված տեսք ունի, եւ դա հենց մարզիկին մոտիվացնում է մարզվել։ Բայց դա դեռ չի նշանակում, որ այդ մարզիչը, այդ անձը կարող է ընտրել տվյալ անձի համար ճիշտ ծրագիր մարզական, որով այդ մարդը կարող է մարզվել եւ հասնել ճիշտ իրեն անհրաժեշտ արդյունքներին, հա։ Շատ անհրաժեշտ է նաև, որ նա անցած լինի հատուկ սերտիֆիկացում, որոշակի կրթություն ստացած լինի, հասկանա ոչ միայն մարզական ծրագրերից, այլ նաև անատոմիայից, ֆիզիոլոգիայից, որովհետև երբեմն լինում են դեպքեր, որ մարզիչը դառնում է նաև մարզվողի հոգեբանը, մարզվողի ճիշտ է ոչ բժիշկը, բայց ինքը պետք է հասկանա որոշակի խնդիրներից, որ կարողանա ճիշտ ընտրել մարզական ծրագիր։ Եթե թանկարժեք մարզասրահներ այցելելու եւ հեղինակավոր մարզիչներ վարձելու համար գումարը չի բավականացնում, ապա մի հուսահատվեք եւ մի հրաժարվեք առողջ հոգին, առողջ մարմնում ունենալու ցանկությունից։ Պարզապես ձեր սմարթֆոնի մեջ ներբեռնեք հատուկ մարզումային ծրագրեր եւ դարձեք ձեր մարզիչը։ Պարզապես այս դեպքում հստակ եւ ճիշտ ժամային բաժանում է պետք անել։ Մենք բոլորս համոզված ենք, որ վազել պետք է առավոտյան շատ շուտ, բայց որոշ բժիշկներ սա արգելում են ասելով, որ երբ օրգանիզմը դեռ ամբողջությամբ արթնացած չէ, այն լարվածության տակ դնել չի կարելի։ Մեր նկարանող խմբին երկրորդ օրը միացավ Ձինան, ով ամեն օր վաղ առավոտյան սկսում է վազքով։ Շատ բժիշկներ ասում են, որ չի կարելի առավոտյան շուտ վազել։ Դու նախընտրում ես առավոտյան։ Ինչու՞։ Դա ավելի կախված է այն հանգամանքի, թե երբ ես զարթնում։ Այսինքն, եթե զարթնում ես ժամը 7-ին եւ դուրս ես գալի վազելու ժամը մոտավորապես 8-ին 8:30, կարծում եմ ոչ մի խնդիր չկա։ Իսկ եթե ժամը 7-ին շատ դժվարությամբ զարթնում ես ու 7:10 դու արդեն փողոցում սկսում ես վազել, դա բնականաբար վնաս է առողջությանը եւ մարմնին։ Պարտադիր է քո կարծիքով այսինքն ունենալ որոշակի ժամանակ, այսինքն եթե դուրս ես գալիս վազելու, դա պետք է լինի սիստեմատիկ ամեն օր եւ այսքան ժամանակով։ Դա կախված է մարդու նպատակի հետ, այսինքն ինչ նպատակով է նա որոշել վազել։ Եթե մարդը իր առջև նպատակ է դրել, որ պետք է, օրինակ, չգիտեմ, վազի, որպեսզի նիհարի, կամ վազի, որպեսզի չգիրանա, այդ դեպքում պարտադիր է ունենալ որոշակի սիստեմատիկ կարգ, որին որ պետք է հետևել։ Սակայն, եթե կան մարդիկ, ովքեր որ ուղղակի ինձպես են եւ սիրում են սպորտը, ու իրենց օրգանիզմը պարզապես պահանջում է իրենցից զբաղվել սպորտով, ապա էական չէ նրանք դուրս կգան վազելու, այդ ժամանակը կհատկացնեն լողալու վրա, թե կգնան ուղղակի հեծանիվ կվարեն։ Բոլոր բժիշկները խորհուրդ են տալիս նախընտրել ակտիվ քայլը վազքին։ Մարդը պետք է օրական անի 10,000 քայլ։ Դա մոտավորապես 1.5-ից 2 ժամն է եւ համաձայնվենք, որ շատ քիչ մարդ կգտնվի, որ կարողանա վազել այդքան անընդմեջ։ Իսկ քայլելը շատ իրական է եւ շատ օգտակար է։ Ամենամեծ խնդիրը, որ մարդկանց մոտ առաջանում է, դա մոտիվացիան է, այսինքն շատ հաճախ բոլորը ընդունում են հստակ որոշումը վաղվանից վազելու եմ, վաղվանից սպորտով եմ զբաղվելու, բայց գալիս է առավոտը, զարթուցիչը զանգում է, իսկ մենք անջատում ենք, ասում ենք վաղը կսկսեմ նոր սպորտով զբաղվել, ինչպես անել, որպեսզի չալարել ու տնից դուրս գալ։ Կոնկրետ վազքի դեպքում այն ինչ օգնել է ինձ եւ շատերին պրակտիկան ցույց է տալիս, կարեւոր է գտնել վազքի ընկեր, այսպես ասած։ Այսինքն, եթե դու ընկերներից մեկի հետ որոշում ես, որ ամեն առավոտ պետք է դուրս գաս վազելու, փոքր-ինչ անգամ պատասխանատվություն է քեզ վրա ընկնում, որ դու ոչ միայն վազում ես քեզ համար, ու դու պետք է անկողնուց դուրս գաս ոչ միայն քեզ համար, այլև քեզ հարազատ ինչ-որ մեկի համար։ Ես կուզեմ քեզ հետ սկսենք խոսել քո պատմությունից, ինչպես ստացվեց, որ դու դարձար մոլի հեծանվոր։ Նույն առաջին ալիքի հաղորդավար Վահե Խանամիրյանը ինձ դրդեց այդ քայլին, որ ես անպայման հեծանիվ վարեմ։
թեպետ ես մոլի ավտովարորդ էի։ Ինչպես դարձեց, այսինքն կոնկրետ ֆրազ ասեցին, որը քեզ ստիպեց դրանից հետո հեծանիվ վարել։ Ինքը ասեց ամոթ է, դու պիտի քշես։ Այդ օրը շատ լավ հիշում եմ, մենք առաջին անգամ Մաշտոցի պողոտայով մի փոքր վերև բարձրացանք, ես արդեն հոգնեցի, այսինքն ընդհանրապես միջով Պոնչիկանոց հասանք, ես ու Արմանն էինք Մարգարյան, որը այդ նույն օրը մեզ միացավ, գնաց հեծանիվ գնաց եւ միացավ մեզ, բայց հիմա իրենք երկուսով չեն քշում, ես ուզում եմ հատուկ ասեմ, տեսախցիկի արժեք։ Իրենք երկուսով չեն քշում, ես քշում եմ եւ ավելին ամեն օր հեծանվորդների կողքին ենք։ Մեր քաղաքը հեծանիվների համար ոչ մի կերպ հարմարեցված չի, սա խնդիր է։ Խնդիր, որով զբաղվում են իրականում։ Նույն հեծանվա սպորտի, սիրողական հեծանվա սպորտի ֆեդերացիան շատ աշխատանք է տարել այս ուղղությամբ։ Քաղաքապետարանի հետ միասին քաղաքապետարանը ունի օրինակ հեծանվուղի նշած, որը չեմ ասի, որ կիրառել չէ, համենայն դեպս հարմար չէ օրինակ ինձ համար, հա։ Սա տուրիստական ավելի շատ նպատակների կարող է ծառայել, օրինակ Մատենադահանից, եթե ուզում ես գնաս Էրեբունի թանգարանը տեսնելու, այդ հեծանվուղին քեզ կտանի։ Գծանշումները նորմալ որակով արված են, դրա մասին խոսք չկա։ Գծանշումներին հետևող վարորդներ, ավտոմեքենաների վարորդների հետ դեռևս պետք է աշխատել։ Իրեւ անցնենք, իրեւ խորհուրդ եմ տալիս, երբ որ անցնում ենք անցումներով, անպայման իջնել հեծանիվից։ Շատ հեծանվորդներ չեն իջնում եւ դա կարող է վթարի պատճառ հանցանալ։ Որպես անցիր, հետո մայթով կամ մայթից դուրս քշի։ Իրեւ երթևեկության կանոնագրքի մեջ ֆիքսված է, որ դու պետք է ճանապարհը կիսես վարորդների հետ։ Եթե չկա հեծանվուղի նշված, ապա քաղաքը հարմարեցված պետք է լինի նաեւ հեծանվորդների համար։ Այսինքն առաջին գծով երթևեկում ես շատ հանգիստ, վարորդները քեզ պետք է տան ճանապարհ, զիջեն ճանապարհ։ Բայց չեն տալիս։ Արդեն սկսել են։ Մենք ձեզ առաջարկեցինք մեթոդներ, որոնցից որևէ մեկը ընտրելով կարող եք ձեր կյանք ավելի առողջ եւ ակտիվ դարձնել։ Պարզ է, որ այս դեպքում ամենաբարդ խնդիրը սեփական ծուլությունը հաղթահարելն է եւ որևէ բանից սկսելը։ Այդ դեպքում կա մեկ մեթոդ, 1 կամ 2 շաբաթ մարզասրահ հաճախեք կամ առավոտյան շուտ վազքի դուրս եկեք ինքներդ ձեզ ստիպելով։ Հետո արդեն այդ ամենը կդառնա օրվա սովորական մի մասը, որը նաեւ հաճույք կպատճառի։ Ստանդարտ մեթոդների կողքին կան նաև առողջ լինելու մոդայիկ ձևեր, որոնք նույնպես մեր աչքից չեն վրիպել։ Որոնք են այդ մեթոդները եւ ձևերը եւ արդյոք դրանց ֆինանսական պահանջները համապատասխան են մեր հնարավորություններին։ Հաղորդման երկրորդ հատվածում։ Մեջքը ինքն իրեն ստանում է իր բնական ճիշտ դիրքը։ Իհարկե լավ համ չի կարող ունենալ, իսկ բուսակերական բոլոր ծնունդներն շատ համով։ Քիչ պիտի դիդաղից որած, ես 72 տարեկան եմ։ Որ յոգան օգտակար է հոգու ու մարմնի համար գիտեն բոլորը, բայց ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ յոգան օգնում է տղամարդկանց ավելի լավ հոգ տանել երեխայի մասին։ Փորձին մասնակցել է բանտարկյալ տղամարդկանց մի խումբ, որը սկզբում անցել է հատուկ դասընթացներ երեխայի դաստիարակության վերաբերյալ։ Դասերից հետո տղամարդիկ զբաղվել են յոգայով, ինչպես նաև նրանց տրվել են հատուկ վարժություններ ուշադրությունը կենտրոնացնելու համար։ Որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ պարապմունքներից հետո այդ տղամարդիկ հասկացել են իրենց սեփական թույլ կողմերը, ինչպես նաև ավելի պատասխանատու սկսել վերաբերվել երեխաներին։ Եթե ժամանակին ընդունված էր համարել, որ ցանկացած ֆիզիկական ակտիվություն օգտակար է օրգանիզմին, որովհետև բավական է միայն շարժել մարմնի բոլոր մկանները եւ կարեւոր չէ թե ինչով է զբաղված, ապա հիմա ժամանակները փոխվել են եւ ընդունված է նորաձև միտումների հետևել նաև առողջ ապրելակերպի հարցում։ Մենք փորձել ենք հասկանալ արդյոք այդ նորույթները, որոնք գալիս հասնում են Հայաստան, գովազդվում, իսկ հետո վաճառվում մեզ, կարող են արդյունավետ լինել եւ արդյոք արժե դրանց համար վճարել։ Հենց հիմա մեր եթերում է առողջ հոգու համար առողջ մարմին կառուցելու նոր ուղին։ Մեկերորդ դարում, երբ երկրների ու մշակույթների միջև սահմանները ջնջվել են, իսկ սովորությունները շատ արագ փոխանցվում են մի ժողովրդից մյուսին, հայ իրականությունն են մտել առողջ ապրելակերպ վարելու նոր մեթոդներ, որոնց մասին մենք մինչ այդ չէինք էլ լսել։ Բուսակերությունը, հումակերությունը, յոգան, պիլատեսը արդեն ծանոթ երևույթներ են դարձել նաև հայերի համար։ Իհարկե, այս ուսմունքներին եւ մեթոդներին հետևող մարդկանց ամեն օր եւ ամեն քայլափոխի չես հանդիպի, բայց այսօր օրինակ այգում յոգայով զբաղվող մարդկանց տեսնելիս մերոնք էլ արդեն օրինակ չեն արձագանքում։ Մասնագիտությունը լրագրողը որոշել է հաշվարկներ անել, որքան գումար է պետք նման ուսմունքների եւ մեթոդների հետևող դառնալու համար եւ ամենակարևորը որքանով են դրանք էֆեկտիվ։
Եթե մարդ ուզում է ավելորդ քաշից ազատվել, կարող է զբաղվել պիլատեսով եւ ազատվել այդ Ասեմ, պիլատեսը հենց դա որ ինքը ներդաշնակ է։ Եթե դու գալիս ես պիլատեսի եւ այսպես մի հատ շատ կարեւոր բան ասեմ, հա, մարդիկ ակնկալում են միշտ արագ արդյունք, որը որ շատ սխալ է։ Եթե մարդը ունի, ասենք, մի ճանապարհ, հա, որով ուզում է գնա, ինքը պետք է տրամադրված լինի, որ այդ արդյունքը ինքը կստանա, պարզապես պիտի լինի հետևողական եւ տոկուն, այսինքն բնավորությունը այստեղ շատ կարեւոր դեր է կազմում։ Ցույց տամ, ասենք, մի դիրք, գնդակի վրա բարձրանում ենք, ձգում ենք ամբողջ մարմինը, պարզապես առաջի դիրքը, որը որ նպաստում է հենց զգալու ողնաշարը, առանցքը, կենտրոնը, հա, առանց մեջ կորացնել, առանց թուլացնելու մկանները, ձգել ու պահել։ Որքան ժամանակ է հարկավոր, այնուամենայնիվ բոլորը անհամբեր են եւ իսկապես արդյունքը ուզում են միանգամից տեսնել։ Գոնե վիզուալ առումով ձիգ մարմին ունենալու համար, տեսնելու համար գոնե այսպես նախնական ժամկետները որոնք են։ Ասեմ ձեզ, առաջին էֆեկտը, այսինքն այն, որ մարդը ուզում է ուղիղ կանգնել, նկատում եք բուկվալն 2 պարապմունք հետո։ Անմիջապես դա զգացում մարդը ինքն է զգում, բայց բացի դա կողքիններն են զգում եւ դա տեսանելի է։ Երբ որ մարդիկ նայում են ինչպես են մյուսները զբաղվում յոգայով, միշտ մտածում են մի բան, որ այն մարդիկ, ովքեր ճկուն չեն եւ սպորտը երբևէ իրենց համար չի եղել, այդ մարդկանց համար չի յոգան, որովհետեւ դա շատ բարդ է, պետք է ճկուն լինես, պետք է կարողանաս ոտքդ լավ բարձրացնել, պետք է կարողանաս ձեռքի, այսինքն ամեն ինչ պետք է կարողանաս անել, հա։ Եվ այս դեպքում շատ հաճախ ասում են ավելի լավ է ես գնամ մարզասրահ կամ զբաղվեմ մարմնամարզությամբ որևէ, հա, բայց չգնամ յոգայի, որովհետեւ դա ինձ համար չի, ես այդքան ճկուն չեմ։ Դա ճիշտ կարծիք է, թե գուցե մակարդակ բացվում է ճկունությունը։ Երբ որ երկար զբաղվում ես, հետո մի բան հասկանում ես, որ արդեն այդ միայն ֆիզիկական վարություններ չի, ու այլևս քո համար որ առաջնային խնդիր էր, ասենք, ինչ որ մի հատ դիրք նստելը, հա, ասենք անելը սենց, որ ֆիզիկապես այդ միշտ մտածել ես, որ այ հասնեմ սրան, էլ այդքան կարևոր չի, որովհետև մնացած ամեն ինչը քո համար այնքան հաճելի, օգտակար ու մոտիվացնող է, որ արդեն այդ քո նպատակները, պրիորիտետները փոխվում են։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բուսակերները շատ են ուտում։ Գիտեք, ես այո, վարքրամոլություն վաղացում եմ, բայց միևնույն է դա կապ չունի, ես ուտել սիրում եմ ու ընդհանրապես բուսակերները գիտեմ թե սովորաբար քիչ են ուտում, բայց դա ցավոք թե բարեբախտաբար ինչ չի վերաբերում։ Իսկ ինչ եք բերել ձեզ հետ։ Ընդհանրապես ընդունված է համարել, թե իբր բուսակերները համեղ ուտելիքներ չունեն հատկապես, այսպես ասենք, ձմեռվա կամ պահքի կամ այլի շրջանում, բայց աղում ձեզ ասել, որ Դուք բերել եք ապացուցեք հակառակը։ միանշանակ, որովհետև դիակը լավ համ չի կարող ունենալ, իսկ բուսակերական բոլոր սնունդներն շատ համով են։ Բուսակեր չէի դեռ եւ սկսեցի սիրել ֆալաֆել։ Անպայման այն ինչ որ յուրաքանչյուր հայ հաստատ սիրում է։ Դա հացն է, պամիդորը, բիբարը եւ պանիրը, որը կարելի է ուղղակի տաքացնել եւ ուտել։ Որպես արդեն աղանդեր ամփոփիչ, դա անպայման շոկոլադն է եւ տարբեր, օրինակ, քնջութով եւ տարբեր քերուկներով թխվածքաբլիթները սուրճի հետ, որը եւս ասում են թունավոր է, բայց մենք սիրում ենք եւ բուսական է։ Աշխարհի բուսակերների 70%-ը կազմում են հենց Հնդկաստանում ապրող մարդիկ։ Ինձ հետաքրքիր է, երբ այս ուղղությունը, մեթոդը այսքան տարածվեց Հայաստանում նաև։ Այսինքն երբ ենք դարձանք բավականաչափ հնդիկ, գիտեք, այստեղ այսպես խնդիր կա, շատ ուրախ եմ նաև, որ
Անշուշտ 5 քաղաքակրթություններն են օրինակ ծառայում ամեն նորին, բայց շատ մեծ դրական կարող եմ ասել հաստատ կա շարժ, որ հիմա արդեն գիտությանը արդեն ոչ թե միայն դեպի Հնդկաստան, դեպի այլ 5 քաղաքակրթություններ, այլ նաև դեպի գիտություն է տանում, բուսակերությունը իր բոլոր հիմքերով եւ ամբողջ նշանակությամբ։ Ինչու, որովհետեւ սա ոչ միայն համեղ է, ինչի համար ես անձամբ բուսակեր եմ միայն այդ պատճառով, ոչ միայն առողջարար, այլ նաև շատ օգտակար է նաև սերունդների զարգացման եւ երկիր ամենակարևորը մոլորակի պահպանման համար։ Արդեն լավ օրինակներ կան, թե ինչպիսի բուսակերական սննդակարգերի միջոցով մարդիկ ցանկացած եւ այդ թվում եւ գաստրո հիվանդություններ բուժում են եւ դա իհարկե բարենպաստ է սրտանոթային համակարգին եւ նյարդային համակարգին եւ այլն։ Դուք չեք մտածում, որ այդ նույն օրինակները դրանք կարող են պարզապես գովազդի մի մաս լինել, այսինքն նույն կերպ մենք կարող ենք այսօր բազմաթիվ դիետաների մասին ինֆորմացիա գտնել համացանցում, բազմաթիվ օրինակներով, ապացույցներով եւ ոչ մեկից համար գաղտնիք չէ, որ դրանց մեծամասնությունը իսկապես գովազդի մի մաս։ Արդեն վաղուց դա էլ է շատ լավ ինձ համար նորություն որպես բուսակերի ապացուցված, որ միսը ինքնին քաղցկեղածին է։ Այսինքն մսի մեջ կան այնպիսի թունավոր մարդու օրգանիզմի համար նյութեր, քանի որ մարդը դա բուսակեր կաթնասուն է եւ ոչ մի կերպ ոչ մսակեր գիշատիչ, ապա նման տարբեր բջիջներ ազդում են մարդու օրգանիզմի վրա։ Եթե մենք ի նկատի ունենք կենթանական կերակուրի բացակայություն մարդու ռացիոնից, ուրեմն ուղղակի անթույլատրելի է երեխաների համար եւ հղի կանանց համար։ Անկամ հղիանալուց առաջ, եթե կինը բուսակեր է եղել, նախ ես ասեմ, որ նա կարող է չհղիանալ։ Եթե նա երկար տարիներ եղել է բուսակեր, նա կարող է չհղիանալ եւ պետք կլինի ժամանակ, որպեսզի նա նորից վերականգնի իր վերարտադրողական ֆունկցիան։ Առողջ սննդակարգ ունենալու հաջորդ տարածված եւ նորաձև մեթոդը հումակերությունն է։ Այս մեթոդին հետևողները համոզված են, որ հենց հում մթերքն է իրենց ավելի առողջ եւ երիտասարդ դարձնում։ Իրականում ժամանակակից կյանքում մեզնից գրեթե յուրաքանչյուրը հումակերության փորձ գոնե մեկ անգամ կատարել է, փորձելով հանրահայտ սուշիները։ Այլ հարց է, արդյոք մարդը կարող է այդպես սնվել ամբողջ կյանքի ընթացքում եւ առանց ընդմիջումների։ Մյուս կողմից հում տեսքով ցանկացած մթերք ուտել հնարավոր չէ, իսկ դա նշանակում է, որ հումակերության անցնելու դեպքում մենք պետք է մեր սննդակարգից որոշակի սննդատեսակներ բացառենք։ Այստեղ հարց է առաջանում, արդյոք բժիշկները թույլ են տալիս օրգանիզմը զրկել որոշակի մթերքներից։ Այս բոլոր հարցերի պատասխանները մենք որոշեցինք պարզել այն մարդուց, ում սնունդը արդեն 35 տարի է, ինչ ջերմային մշակում չի անցնում։ Ինչ կարելի է ներառել սննդակարգում եւ ինչը չէ։ Օրինակ համար ասիգա գարաս ուդելա ծորենի հաց է, մի շերտ, երկու շերտ գարաս ուդել օրը։ Էս պրինց է, սեվ պրինց է, շատ օգտակար է ասիգա։ Փոքր մանրելով սալատի մեջ կարած տնել քիչ, որովհետև ասիգա գայր է։ Օ, բրոկլիա։ Բրոկլին սկանչելի է։ Եվ այսօր պատրաստությունը շատ դյուրին է։ Այսինքն գարա 10 րոպեից քուդելիքդ պատրաստել։ Հումակերությունը, իհարկե, եթե դա տևում է մեկ շաբաթ կամ առնվազն մեկ ամիս, իհարկե նա չի կարող հասցնել մեծ վտանգներ, սակայն սա բոլորովին բացառված է այն մարդկանց համար եւ նրանք չեն էլ կարողանա սա անել, ովքեր ունեն աղեստամոքսային տրակտի հիվանդություններ, հում վիճակում կոպիտ բջջանքը շատ կոպիտ է, ֆիզիկապես կոպիտ է եւ նա ուրեմն մեխանիկական տրավմատիզացիայի է ենթարկում լորձաթաղանթը։ Հումակեր լինելով ուզած-չուզած որոշակի սննդատեսակներից հրաժարվում ես։ Սա արդյոք օգտակար է, այսինքն մարդու օրգանիզմի համար ցանկացած բժիշկներն են ասում, որ ցանկացած բան օգտակար է։ Պետք է հադիգերեն ուտես, որ միսիդերը հանդակեր։ Ինչպես ենք հետո արդեն անցնում սովորական սննդակարգի, այսինքն հումակերությունից անցնում սովորական։ Հումակերություն երբ որ ուզում եմ պատրեցնել, սկսում եմ խաչված բաներ ուտել, քամված մածուն ուտեմ, քիչ սկսեմ եւ եթե 50 տարեկան ես գտարնաս 25-ին 30։ Հիմա քանի տարեկան եք դուք եւ հիմա ես եթե ասեմ քանի տարեկան եմ, մի քիչ պիտի դիզաղից վրաս, ես 72 տարեկան եմ։
Ասում են մարդը գեղեցիկ է այն ժամանակ, երբ նաև առողջ է, հետևաբար գեղեցիկ լինելու համար պետք է ոչ միայն սպա սրահներ այցելել, այլ նաև ունենալ առողջ ապրելակերպ։ Իսկ ամեն ինչ կստացվի միայն այն ժամանակ, երբ մարմինը մարզելու որոշմանը գաք ինքնուրույն, այլ ոչ թե որովհետև ընկերներն են այդպես անում։ Այս դեպքում պետք է հասկանալ, թե ինչ բոնուսներ եք ստանալու։ Իսկ այն ինչ տեսել եք, լսել եւ ինչի մասին ուզում եք բարձրաձայնել, կարող եք պատմել նաև մեզ։ Մենք հասանելի ենք նաև օնլայն հարթակում։ Առաջին ալիքի Facebook-յան էջում եւ 1tv.am կայքում կարող եք դիտել մեր թողարկումները եւ թողնել ձեր մեկնաբանությունները։ Իսկ ձեր առաջարկությունները ուղարկեք մեզ մասնագիտություն.լրագրող shnikarmtv.com էլեկտրոնային հասցեին։ Իսկ այն ինչ միջև վերջ բացահայտված չէ, աչքի տակ ենք պահելու ու բացահայտելու ենք մենք Սոնա Աբրահամյանը Եվ Այլիտ Աչիլինգարյանը։ Դա այն է, ինչ անում են մասնագիտությամբ լրագրողները։ Դա այն է, ինչ անում ենք մենք։